Շողոյան, իմ գործով Բագրատ Սրբազանի և Լիդիա Մանթաշյանի պաշտպան։ Ուրեմն, քանի որ գործընկերս երկար ներկայացրեց քաղաքական մոտիվները և քրոնոլոգիան, ես առավելապես խոսքս կկառուցեմ ներկայացված մեղադրանքի շրջանակներում, հաշվի առնելով, որ արդեն իսկ մեղադրողների կողմից մեղադրական եզրակացությունները ընթերցվել են։ Ուրեմն, ինչպես հիշում եք, ապացույցների ծավալը որոշելու հարցի ժամանակ, այստեղ պաշտպանները բոլորը իրենց վստահորդների մասով միևնույն հարցն էին տալիս, ասում էին, խնդրում ենք հստակեցնել, թե որ ապացույցը կոնկրետ մեղադրյալի համար, վերդիկտ կայացնելու համար, ինչ հանգամանք է հերքում կամ հաստատում։ Այդ հարցը ինչ-որ առումով, այսպես ասած, ձեր պատկերացմամբ միջանկյալ լուծմամբ, մեր պատկերացմամբ ամենևին չբավարարող մոտեցմամբ ներկայացվեց մեղադրողների կողմից, այսինքն մատնացույց արվեցին կոնկրետ գործի հատորներով այդ ապացույցները, բայց չմասնավորեցվեցին, թե կոնկրետ որ ապացույցը, կոնկրետ որ մեղադրյալին է վերաբերելու։ Ու այս իրավիճակից խուսափելու համար ես նաև որպեսզի հետագա ինչ-որ առումով քիչ դիտարժան դատավարությունը ավելի հասկանալի լինի թե դատավարության մասնակիցների, թե հանրության համար, ինչ եմ արել։ Ներկայացրած մեղադրանքները իրենց գործողություններով, այսինքն մենք ունենք երկու հանցակազմ, ահաբեկչություն նախապատրաստել և իշխանության զավթում նախապատրաստել։ Մասնագետները գիտեն, որ ամեն հանցակազմ պետք է ապացուցվի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի ապացույցներով։ Սարքել եմ այսպիսի ապացուցողական քարտեզներ, որտեղ մի կողմից ներկայացված են մեղադրյալների անունները, մյուս կողմից կոնկրետ այն էլեմենտները, որոնք ներկայացված են մեղադրանքում։ Դիցուք վերցնենք ահաբեկչության մեղադրանքի օբյեկտիվ կողմը։ Մասնավորապես 10 գործողություն է, այսպես ասած, նկարագրված։ Խմբավորել եմ 10 գործողության մեջ, օրինակ, համար 1, 2000-ից ավելի անձանց հավաքագրում, քարտեզի ձեռքբերում Երևան քաղաքի, ինտերնետի բաժանարարների տվյալների ձեռքբերում, հազարավոր հրավիրական միջոցների ձեռքբերում, աստղիկների ձեռքբերում, ներկերի ձեռքբերում, յուղերի ձեռքբերում, թաքստոցներում պահեստավորել և շարունակական հավաքագրում, հանդիպումներ, ելույթներ, որպեսզի զգոնությունը, պատրաստականությունը կամ քննարկում, այսինքն տարածիորեն վերցրած է այդ մեղադրանքը, որ կա բաժանած է, և գրած են մեղադրյալների անունները։ Ես յուրաքանչյուր ապացույցը հետազոտելուց հետո խնդրելու եմ հանրային մեղադրողներին, որպեսզի այս օբյեկտիվ կողմն, այս սուբյեկտիվ կողմն է նույն ձևով, որպեսզի մատնացույց անեն, ասեն կոնկրետ այդ ապացույցը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կողմի որ այս գործողություններից որ մեկն է հիմնավորում և որ մեղադրյալի, որպեսզի այն կարկանդակի հայտնի անեկդոտը չլինի, որ ողջ ապացույցները հետազոտենք, հետո որ ասենք բա ում էր վերաբերում, ասենք դե արդեն նշեցինք, որ բոլորին, խնդրելու եմ ամեն ապացույցի հետազոտումից հետո կոնկրետ մասնավորեցնել, օրինակ օբյեկտիվ կողմը, արդյոք օբյեկտիվ կողմն է հիմնավորում, թե սուբյեկտիվ կողմը և հստակորեն մատնանշել, որպեսզի վերջում նաև ձեր համար, այսպես ասած, վիզուալ ավելի պարզ կլինի, ես այդ գալչկաները կդնեմ, թե որ ապացույցը որն էր հիմնավորում։ Ու նաև այստեղ ահաբեկչության սուբյեկտիվ կողմի։ Խնդրելու ենք, եթե քանի որ հիմնականում խոսելու ենք, հետազոտվելու են ձայնագրություններ, ենթադրում եմ, որ դա բացառապես սուբյեկտիվ կողմն է հիմնավորելու և ասելու ենք, օրինակ, այս խոսակցությունը արդյոք վկայում էր անձանց կյանքից զրկելու մտադրության մասին, ով ուներ այդ մտադրությունը, Վահագն Չախալյանը ուներ այդ մտադրությունը, Լիդիա Մանթաշյանը ուներ այդ մտադրությունը, կամ օրինակ առողջությանը ով դիտավորություն ուներ որևէ մեկին վնասելու։ Եվ այսպես շարունակ, այսինքն և ահաբեկչության, և իշխանություն զավթելու պարագայում։ Ու այստեղ
այս Բաղդադումը կատարելու համար, որպեսզի ինձ համար էլ նաև գործընկերներից համար հասկանալի լինի, թե ինչ ենք հիմնավորելու, մի կարևոր հանգամանք էլ բացահայտեցի, ինչի մասին նախորդ նիստին մի փոքր խոսել եմ, հիմա ավելի մանրամասն։ Ուրեմն նայեք, ըստ էության մենք ունենք երկու լեգենդ։ Մեկը դա ահաբեկչություն նախապատրաստելու լեգենդն էր, մյուսը իշխանությունը զավթելու։ Քանի որ ահաբեկչության գործեր ամեն օր չի, որ քննվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում, առավել ևս իշխանության զավթման, մի փոքր գիտական եւ իրավագիտական անդրադարձ։ Սա ըստ Ալեքս Շմիթի ահաբեկչության կատարման սխեման է, հոգեբանական, այսինքն ըստ էության նաև կփորձենք պրոյեկտենք այս մեղադրանքի մեջ, հասկանանք ի վերջո ինչ լեգենդ են փորձում հիմնավորել հանրային մեղադրողները։ Շմիթը ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնակատարն է եղել ժամանակին, այս պահին գլխավորում է միջազգային ահաբեկչության պայքարի ամենամեծ գիտահետազոտական կենտրոնը, այսպես ասած աշխարհում Շմիթի մակարդակի մի 3 հոգի կա, թե չկա, որը ահաբեկչության ֆենոմենը բացահայտել է կամ չի բացահայտել։ Ինչ է ասում Ալեքս Շմիթը։ Ալեքս Շմիթը ասում է, որ ահաբեկչության սխեման եռանկյունաձև է, այսինքն մի կողմում ահաբեկիչն է գտնվում, մյուս կողմում ուղիղ զոհն է, և երրորդ թևում գտնվում է վերջնական թիրախը։ Եթե փորձենք տեղավորել այսքան այս բան մեջ, ուղիղ զոհը, քանի որ ահաբեկչությունը հասարակության դեմ կատարվող հանցագործությունն է, հասարակությունն է, եւ վերջնական երրորդ զոհը, ով անմիջական բռնության կամ սպառնալիքի չի ենթարկվում, դա իշխանությունն է։ Ահաբեկիչը ահաբեկում է կամ բռնություն է գործադրում ուղիղ զոհի հասարակության նկատմամբ, այս հասարակությունը հանրային մեծ հաղորդակցության, քանի որ այդ ահաբեկչությունը լայն հանրային արձագանք է ստանում, զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսության եւ այլնի միջոցով, ձևավորում է հանրային պահանջ վերջնական թիրախին իշխանությանը կատարելու որևէ արարք։ Այսինքն ուղիղ ձևով ահաբեկիչը այս պարագայում չի առնչվում վերջնական թիրախի հետ։ Այս փաստացի նաև այն լեգենդն է, որը նաև տեղադրված է, ասում են, որ Բաղրատ Սրբազանը, չնայած որ մարդկանց պետք է հակեր իրեն ընտրելու, ավելի շատ պետք է սեր քարոզեր եւ այլն, նպատակ ունեցել ահաբեկել այն մարդկանց, ովքեր պոտենցիալ պետք է իր համախոհները լինեին։ Եվ միևնույն ժամանակ այս լեգենդը նաև հետքվում է նրանով մեղադրանքի այն ձևակերպմամբ, որ սրբազան պայքարի մասնակիցները պետք է կտրեին ինտերնետի լարերը, մալուխները եւ այլն, չենք հասկանում ինչից, որովհետեւ եթե ահաբեկչի նպատակը այդ ամեն ինչը հանրային մեծ տարածման սփռելն է, ապա ինչ նպատակ ունի կոմունիկացիոն միջոցները խեղաթյուրել։ Եվ այս լեգենդը կառուցված է առնվազն մեղադրական եզրակացությունում այն ձևակերպմամբ, որ այս բռնության տարերը, եթե կարող ենք իհարկե աստղիկներ սփռելը եւ յուղեր ներկել սփռելը ավտոբուսների վրա մեկնաբանել որպես բռնության տարեր ուղղված հասարակության դեմ, ապա ըստ էության պետքա այսքանով միայն ահաբեկչության մեղադրանքով մեղադրական եզրակացությունը սահմանափակված լիներ, որովհետև ամեն ինչ ոնց որ թե ծածկում է, կա ահաբեկիչը, կա ահաբեկչության զոհը, դա ենթադրենք այդ ավտոբուսների մեջ գտնվող մարդիկ էին, կա ձևավորված հանրային պահանջը եւ կա այդ իշխանություններին ուղղված պահանջը, որ խնդրում ենք հրաժարական տվեք կամ հեռացեք իշխանությունից, մենք գանք իշխանության կամ հեռացեք, չգիտեմ, այդ պահանջը կա։ Այդ դեպքում ինչ է ասում մեր քրեական օրենսգիրքը կամ տրամաբանությունը, թե ինչ գործ ունենք, երբ որ խոսում ենք իշխանություն զավթելու հանցակազմի մասին։ Կա պարզապես զավթող եւ զոհը, որը իշխանությունն է, այսինքն այդ բռնության կամ դրա սպառնալիքի
զոհը պետք է իշխանությունը լիներ։ Հիմա այս պարագայում մենք մեղադրական եզրակացությունում տեսնում ենք, որ նախորդիվ էլ նշեցի։ Այս քրեական վարույթ նախաձեռնելու առիթը եւ հիմքը մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրը եղել է այդպիսի լեգենդ առ այն մասին, որ եւ սրբազան պայքարը նախատեսում էր բռնության ենթարկել հասարակությանը եւ պատրաստվում էր բռնության ենթարկել իշխանության մարմիններին։ Դե այդ հասարակությանը կասենք օրինակ նշված է, որ պետական շենքեր ներխուժելու ըստ անհրաժեշտությամբ տարբեր պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց առևանգելու, հարկ եղած դեպքում նրանց ֆիզիկապես ոչնչացնելու եւ նման գործունեություն արդարացնելու համար զոհերին որպես պետական դավաճան ներկայացնելու կեղծ թեզեր ներկայացնել եւ այլն։ Այսինքն տեսնում ենք, որ նախապես նաեւ այդ լեգենդն է հյուսվել, որ այս մարդիկ պետքա նաեւ հենց զոհ դարձնեին իշխանության մարմիններին եւ ներկայացուցիչներին։ Բայց մեղադրանքում արդեն, որը 18 անգամ հնչեցվեց այս դատական նիստերի դահլիճում, նման ձևակերպումները ըստ էության զեղչվեցին։ Այսինքն դառավ, որ զուտ այդ աստղիկներ սփռելու, հանրությանը ահաբեկելու գործողությունը ինքնին պետք է հանգեցներ իշխանության կազմալուծմանը։ Ես այստեղ առնվազն տրամաբանական սխալ եմ տեսնում, որովհետև ինչքան ահաբեկչագիտական նախադեպեր փորձեցի նայել, չպատկերացրեցի մի իրավիճակ, երբ որ ավտոբուսի դիմաց աստղիկներ սփռելով հնարավոր է հանրային իշխանությանը կազմալուծել։ Կարելի է պահանջ ներկայացնել, բայց իրական կազմալուծման վտանգ, որպեսզի այդ գործողությունները ստեղծեին, ես նման տրամաբանական շղթա չկարողացա ստեղծել։ Արդյունքում տեսա ինչ զուտ իրավական առումով։ Այսինքն մենք այստեղ մեղադրական եզրակացության բարույթի մեջ գիտեմ իհարկե, որ դատավարական իմաստով հիմա կասեք, որ դրա ժամանակը չի, բայց հենց հիմա հայտարարում եմ, որ դիտարկեք առնվազն իշխանության զավթելու մեղադրանքից հրաժարվելը։ Տեսնենք, որ լավ այդ ահաբեկչությունը կա, թե չէ, որովհետև նկարագրության բաժնում ըստ էության առկա չեն իշխանությունը զավթելու ձևակերպումներ եւ կա այսպիսի տրամաբանական սխալով շղթա, որն ասում է, որ պետք է հանրության շրջանում ստեղծվեր քաոս, դա դարձներ անկառավարելի վիճակ, ենթադրենք ինչ-որ մարդիկ խառնված են, ահաբեկված են, աշխարհում շատ է, բայց ինչով է այդ վիճակը կազմալուծելու իշխանությունը, բնականաբար այս մասով որևէ մեկնաբանություն առկա չի։ Այս ալինելու, ես ասում եմ, չնայած թեև չի անում, կարանք քննարկենք հանրային մեղադրողների հետ իշխանություն զավթելու մեղադրանքից հրաժարվելը, բայց ես ասեմ, որ այդ նույն ապացուցողական քարտեզը պատրաստված է նաև իշխանություն զավթելու համար, որը ենթադրելու է բռնություն, բռնության անմիջական սպառնալիք, հենց իշխանության դեմ ուղղված, այլ չնախատեսված եղանակի պարզաբանում ու կոնկրետ, այսինքն ոնց է այդ աստղիկներ սփռելը, յուղեր լցրելը հանգեցնելու ըստ մեղադրանքի կառավարության եւ ազգային ժողովի լիազորությունների դադարեցմանը։ Այս բոլոր հարցերի վերաբերյալ յուրաքանչյուր իմ կողմից առնվազն այս ապացույցների հետազոտման փուլում իմ դերակատարումը լինելու է մեղադրանքի կողմի ներկայացված յուրաքանչյուր ապացույցից հետո հարցներ, թե օրինակ, ենթադրենք, եթե կհետազոտենք դիցուք պարոն Սարգսյանի եւ Բագրատ Սրբազանի միջև խոսակցությունները, ես հարցնելու եմ, արդյոք ինչ է հիմնավորում այս ապացույցը եւ օրինակ արդյոք այդ խոսակցությունը վերաբերելի է Լիդիա Մանթաշյանին, կամ երբ կհետազոտենք Լիդիա Մանթաշյանի նոթատետրի գրառումները,
Ես կհարցնեմ, թե ինչքանով է դա վերաբերում օրինակ Հրայր Սարգսակին։ Եվ այսպես շարունակ, որպեսզի մենք էլ հետագայում կարողանանք հասկանանք, թե ինչու գործ ունենք Վճռաբեկ դատարանի կողմից Գևորգ Ճաղարյանի գործով սահմանված անընդունելի մեղադրանքի հասկացության հետ, որը ասում է, որ անընդունելի է, երբ հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում հանցակիցներին ներկայացվում է միևնույն մեղադրանքը առանց հստակեցնելու նրանցից յուրաքանչյուրի կոնկրետ գործողությունները, հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը։ Շնորհակալություն։